Կանանց նվիրված միամսյակի շրջանակում Գագիկ Ծառուկյանն այցելել է Արարատ ցեմենտ գործարան։ Այս ընկերության աշխատակցուհիները բարեմաղթանքներ ու մեծարանքի խոսքեր են ստանում։ Անկախ ամեն ինչից, որ նայում ես ջերմություն կա, փայլ կա, ժպիտ կա, մարդու տրամադրությունը ավելի բարձրանում է։ Ակի ժամանակ չենք տեսել։ Այսօր հատուկ եկել եմ ձեզ շնորհավորելու կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Հայ կանայք իրոք արժանի են ուշադրության, վերաբերմունքի, գնահատականի, խոնարհման, ինչքան էլ որ անենք, միևնույնն է, մեր կանանց առաջ պարտք ենք մնում։ Հայ կանայք տարբերվում են աշխարհի բոլոր կանանցից։ Իրենց պահվածքով, իրենց հարգանքով, իրենց աշխատասիրությամբ, իրենց նվիրվածությամբ ամեն ինչ անում են ընտանիքի համար, բալիկի համար, թոռան համար։ Ձեր տոնը շնորհավոր լինի, միշտ ձեզ տեսնեմ ժպիտով, փայլով, հույսով, հավատով, թող Աստված պահապան լինի ձեզ, ձեր ընտանիքներին, ձեր բալիկներին, ձեր թոռնիկներին։ Եթե հարցեր ունեք, ես պատրաստ եմ ձեր հարցերին պատասխանելու։ Հարցեր կան, ամենաշատ քննարկվող թեման Հիսուսի արձանն է ու դրանից հետո նոր նախագծերը։ Լսել են երիտասարդների հետ Գագիկ Ծառուկյանի զրույցն ու ցանկանում են իմանալ ավելին։ Երբ դուք կառուցեք Հիսուսի արձանը ու ավարտին հարցնեք էջնարությունը, եթե փորձեի կառուցել եւս մեկ արձան, ում արձանը կկառուցեի դուք։ Ես ի սրտե ասել եմ, որ կառուցեմ հայ կնոջ արձանը։ Ոչ թե ես դա խոսքի համար եմ ասում։ Ամբողջ աշխարհում շփվել եմ, տեսել եմ ցանկացած երկրում, բայց մեր կանայք յուրահատուկ են։ Եղավ պատերազմ Արցախում, հերոսը, որը մեր համար, երկրի համար զոհվել է, մայրական 45-50 տարեկան, նրանք չկոտրվելով, լույս աշխարհ բերելով, անունը դնելով, դա գիտեք ինչ, հպարտությունը աշխարհին ցույց է տալիս, որ հայ կանայք կոտրվող չեն, նրանք պայքարող են, մինչև վերջ։ Դա իրոք խրախուսելի է, հարգանքի արժանի եւ ամբողջ աշխարհում խոնարհման արժանի։ Ցանկացած մարդ կարիք ունի ուշադրության, վերաբերմունքի, գնահատականի։ Երբ զգում ես գնահատված ես, կա ուշադրություն, կա վերաբերմունք, ավելի շատ ես զգում անես։ Կինն է ընտանիքի հիմնասյունը, միավորող ուժը։ Դիմացկուն են հայ կանայք, ամուր կամքով, բայց տարվա ընթացքում նրանք էլ ունեն բեռը թեթևացնելու եւ հատուկ ուշադրության կարիք։ Մի բարի խոսք, ծաղիկներ ու հոգին լցվում է ջերմությամբ։ Ես արդեն 26 տարի աշխատում եմ, ամեն ինչից գոհ ու շնորհակալ եմ, թոշակառու եմ, ոչ մի անգամ իմ խաթրին չեն կպե, պարոն Ծառուկյանն էլ մի անգամ ասաց, քեֆներդ իշքան կուզի աշխատեք։ Կմաղթեմ, որ միշտ իրենց կյանքում լինեն սիրված, հարգված, առողջություն եւ լիքը հաջողություններ։ Հայ կանանց կմաղթեմ, որ միշտ լինեն առողջ, գեղեցիկ, ինչքան էլ որ աշխատեն, իրանք իրենց չմոռանան։ Քանի որ ես աղջիկներ չունեմ, տղաների կողմից միշտ ուշադրության կենտրոնում եմ, ինչպես բոլոր հայ մայրերը, այնպես էլ մենք։ Ցանկանում եմ միայն երկրին խաղաղություն, մայրական սեր եւ ամենալավն ու բարին հայ զինվորին։ Մեր հերոս մայրերի ամենակարևորը նրանց մարտիութը շնորհավոր լինի, ժպիտ լինի, ամենակարևորը երկրին խաղաղություն լինի ու առողջություն։ Ապրել եմ Հադրութում, առաջին իմացել եմ պարոն Ծառուկյանից, որ արցախցիներին տեղ տվեց ու ես ուրախ եմ։ Մեր երկրում նման մարդ շատ պետք է լինեն, կինը միշտ պետք է գնահատված լինի, թե ընտանիքում, թե միջավայրում, թե գործի տեղ, ամեն տեղ պետք է գնահատված լինի։ Հայ կնոջ դեմքից ժպիտը չպետք է պակասի, բոլոր կանանց ցանկությունը իրենց երեխաների բարեկեցությունն է, խաղաղ երկինքը։ Ձեզ ցանկանում եմ լավ որ այսօր բարձր տրամադրություն, իմացեք, որ միշտ ձեր կողքին եմ, ցանկացած հարցով, առողջ լինեք, երջանիկ լինեք, Աստված թող պահապան լինի, միշտ ձեր ընտանիքի կողքին, մեր կոլեկտիվում միասին։ Շնորհակալություն։ Հանդիպման ավարտին կանայք վայելում են տոնական օրվա բոլոր ուրախ նոտաները։ Իզաբելլա Հովհաննիսյան, Սիմիկ Մայիլյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։